Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Բարի երեկո։ Դուք դիտում եք «Սպասիր ինձ» հաղորդաշարը։ Եթե որոնում եք ձեր ընտանիքի անդամին, ազգականին, ընկերոջը, համադասարանցուն կամ մեկին, որին երբեք չեք էլ տեսել։ Եթե ոչ ոքի չեք որոնում, բայց մտածում եք, որ ձեզ կարող են որոնել եւ ուզում եք իմանալ այդ մասին։ Եթե սիրում եք լսել հուզիչ պատմություններ, հետաքրքրված եք մարդկանց չկրկնվող ճակատագրերով։ Եթե ունակ եք ապրումակցել եւ հասկանալ դիմացինին, չքննադատել եւ աջակցել։ Եթե կարողանում եք անկեղծորեն ուրախանալ անծանոթ մարդու երջանկությամբ ու հուզվել նրա հետ միասին։ Ուրեմն դուք «Սպասիր ինձ» հաղորդաշարի իսկական հեռուստադիտողն եք։ Մենք եթերում ենք հենց ձեզ համար։ Դե ինչ, հաղորդավարները պատրաստ են, հեռուստադիտողները եւս։ Պատրաստ է նաեւ մեր նկարանող ու ստեղծագործական թիմը։ Ուրեմն սկսում ենք այսօրվա թողարկումը։ Միշտ ասում ենք, որ համբերատար լինելը կարևոր է այն ժամանակ, երբ որոնումներն արդեն ընթացքի մեջ են։ Փոխարենը պետք չէ համբերել «Սպասիր ինձին» դիմելու համար։ Դա պետք է անել առանց վայրկյան անգամ կորցնելու։ Համբերելու կարիք չունի նաև մեր տաղավար եկած հյուրը։ Մենք էլ ենք ուզում, որ րոպե առաջ այստեղ հայտնվի եւ պատմի, թե ում է որոնում։ Համեցեք։ Բարև ձեզ։ Խնդրեմ, ներկայացեք։ Ես Ռուզանա Մկրտչյանն եմ, ծնվել եմ Թալինի շրջանի Կատնախբյուր գյուղում։ Այժմ ապրում եմ քաղաք Թալինում, փնտրում եմ մոր ես հոր եղբոր որդու ժառանգներին։ Շավարժ Ղազարի Խաչատրյան, ծնվել 1924 թվականին։ Մայրը շատ վաղուց մահացել է իր 7 տարեկան է եղել, որ մայրը մահացել է, հետո կորցրել է հորը, իրեն պահել է եղբայրը։ 18 տարեկան հասակում 42 թվականին մեկնել է հայնական մեծ պատերազմ։ Մայրս միշտ ցավով էր ապրում, ասում էր դու երբեք Ռուզանա ջան իմ խնդրանքը չկատարեցիր, չկարողացար իմ շավարժին գտնել։ Հիմա մեծ հույսս կապել եմ ձեզ հետ, որովհետև ձեր տեխնոլոգիան աշխատանքը դրական մեծ արդյունք է տալիս։ Ճիշտ ենք հասկանում, որ մեկնել է ռազմաճակատ եւ չի վերադարձել։ Այո, եկել է ոչ թե մահվան թուղթ է, եկել է անհայտ կորածի փաստաթուղթ են իրենք ստացել այդ մասին, եւ որ նա 2 անգամ վիրավորվել եկել է Հայաստան, գյուղում ինքը սիրած աղջիկ է ունեցել, երկրորդ անգամ էլ վիրավորվել եկել Երևան հիվանդանոց պարկել է, բուժքուրն ասել է, որ ինձ հետ ամուսնանաս, ես քեզ կազատեմ, չի համաձայնվել, վերադարձել է ռազմաճակատ։ 1945 թվականին, որ հայնական պատերազմը ավարտվել է, Կատնախբյուրից Մեղան անունով մի կին ա եղել, որ մասնակցել է հայնական պատերազմին։ Վարշավայում Լեհաստանի մայրաքաղաքում հանդիպել է շավարժին, ասել է Շավարժ ջան, գնանք Հայաստան։ Ասել է չէ, ես չեմ վերադառնա։ Հիմա մայրս ասում ենք, մայր ջան, ինքը որ այդքան խելացի է, ինքը ձեզ կփնտրեր։ Ասում է ինքը երևի որ ծնողներ չուներ։ Չնայած որ իր եղբայրը Սերոպը շատ հոյակապ անձնավորություն է եղել, իրան հայրական խնամ կա տվել։ Բայց դե չի վերադարձել, այդ իր պատասխանը, մենք չունենք այդ պատասխանը։ Անցել է 1980 թվականին, այն ժամանակ Երևան-Գյումրի ճանապարհը անցնում էր Կատնախբյուրի միջով։ Այդտեղ կար սառնորակ մեծ աղբյուր ու կանգնում էին ուղևորները այդտեղ հանգստանում էին ու շարունակում էին ճանապարհը։ Մի ուղևոր է եղել, նստած կողքինին ասել է ես Լեհաստանից եմ գալիս, գնում եմ Գյումրի, հանդիպեցի այս գյուղից մի անձնավորության, որ ամուսնացել է հայ կնոջ հետ, հայ կիների կինը, ունես որդիներ, բայց մեզ տուն չտարավ, ինքը ուրիշ տեղ մեզ հյուրասիրեց ու ճանապարհեց։ Իսկ անցորդը, երբ որ այդ սառնորակ աղբյուրից ջուր էր խմում ու պատմում այդ պատմությունը, նշել է, որ հենց շավարժն էր այդ հայը։ Այո, անուն ասել է, ուրեմն տեսեք ոնց է այդ պատմությունը մեզ հասել։ Չէ որ ինքը իր կողքի ուղևորն էլ եղել է, անծանոթ մարդիկ միմյանց կողք նստած են, զրուցել է, այդ ուղևորը հոկտեմբերյանի գյուղերից մեկի հարևանն է եղել, գնացել մեր գյուղից, Կատնախբյուրից, այդ կին ամուսնացած եղել այդ գյուղում, ասել է գիտես այսօր ինչի եմ ես, ինչ միջադեպի եմ հանդեպ լսել, ձեր գյուղից այսպիսի մարդ եղել է երիտասարդ տղա, որ գնացել է հայնական պատերազմ եւ չի վերադարձել, հա, ասել է եղել է շավարժն է, շատ լավ հոյակապ տղա, երբ իր հասակակից է եղել։
ու այդպես մենք չգիտենք այդ գյումրեցին ով էր, որ մենք կարողանանք գնանք հետքի վրա հանդիպենք, պատահական քաղաքացի։ Հարցս նրա հետ էր կապված, որ երբ որ պատմում էր նորից Շավարշ էր ասում ու ազգանունն էլ նույնությամբ, թե արդեն գուցե անուն էր փոխել Շավարշը, արդեն ազգանուն էր փոխել։ Հասկացած ես, չէ, ինքը ոչ մի իդե փոխած ուրիշ անուն ասած լիներ, այդ մեր գյուղի կինը չէր ճանաչի օտար մարդուն։ Ինքը իր անունով էլ ներկայացել է ինքը։ Շավարշ Ղազարի Խաչատրյան։ Այսինքն ձեր վարկածն է, որ պատերազմի ավարտից հետո հայտնվել է Լեհաստանում կամ որևէ այլ տեղ, ընտանիք է ունեցել, եւ հիմա մեր ցանկությունն ու նպատակն է գտնել այդ հետքը, գտնել նրա ժառանգներին, նրան ճանաչող մարդկանց եւ իմանալ տեղեկություն պարզապես թե ինչպիսի կյանք է ապրել պատերազմից հետո։ Հասկանալ նաեւ ինչու կապի դուրս չի եկել, ինչն է խանգարել նրան։ Այո, դե պարզը երկար տարիներ բավականին երկար տարիներ ընդմիջում է, նա կենթանի չի լինի, բայց իր ժառանգները հաստատ կենթանի կլինեն, ես իմ խոսքը կարող եմ ուղղել իմ հերու մոտիկ հայրենակիցներին, ովքեր ապրում են հեռավոր երկրներում, որտեղ որ կլինեք, սիրելի հայրենակիցներ, մի թույլ նշույլ անգամ, եթե կզգաք որևէ մի հայ, ում անուն ազգանունը կհամընկնի իմ որոնման հայտի գրած անուն ազգանբան հետ, խնդրում եմ փոխանցեք իրենց ժառանգներին, իր անունը պահպանել են իր հոր եղբոր տղաները, իր հոր անունն էլ են պահպանել, այնպես որ նա որպես վառ անհատականություն բոլորիս հուշերում կենթանի է։ Մենք սիրով սպասում ենք մեծ բարեկամություն, հարազատներ ունեն իրենք Երևանում, բոլորն են սիրով կսպասեն։ Մայրս հույսով սպասում էր, որ ինքը կենթանի է։ Եվ կուզենամ եւ չհասցրեցի իր կենթանության օրոք կատարել իր պատգամը, գոնե կգնամ իր շիրիմին կշշնջամ, մայր ջան, պատգամդ կատարել եմ։ Շնորհակալ ենք ձեզանից ձեր հաղորդաշարից։ Մենք ենք շնորհակալ։ Դե ինչ, շնորհակալ ենք մեր հյուրին իր պատմությունը մեզ եւ իհարկե մեր հեռուստադիտողներին վստահելու համար։ Գուցե հենց հեռուստադիտողները դեր խաղան այս որոնումների հանգուցալուծման գործում։ Ռուբեն, քո կյանքում կան մարդիկ, որոնց հետ ինչ-ինչ պատճառներով չես շփվում, բայց շարունակում ես հիշել այդ մարդկանց ու նրանց հետ կապված պատմությունները։ Կարծում եմ կան ու միշտ էլ լինում են մարդիկ, որոնք հայտնվել են կյանքիդ այս կամ այն փուլում ու հետո ինչ որ մի պահի պարզապես դեպքերի դասավորվածությունից ելնելով ճանապարհները բաժանվել են։ Վստահաբար բոլորիս կյանքում էլ կան նման մարդիկ։ Ոմանց մասին մտածում ենք հաճախ, գուցե ամեն օր, ոմանց միայն հատուկ դեպքերում ենք մտաբերում, երբ ինչ որ բան հիշեցնում է նրանց մասին։ Եթե հիշում ենք, դա նշանակում է, որ նրանք ամեն դեպքում ինչ որ հետք են թողել մեր կյանքում։ Ու իրողությունը, որ նրանց հետ այլևս շփում չկա, չի փոխում ոչինչ մեր վերաբերմունքի տեսանկյունից։ Հաճախ մտածում ենք, տեսնես որտեղ է հիմա, տեսնես ինչով է զբաղվում, տեսնես մտածում է իմ մասին եւ կուզեր արդյոք հանդիպել։ Ու մի պարզ հարց է ծագում. ինչու ենք մտովի հարցնում, բայց այդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկում։ Եվ իրոք, ինչ կա ավելի պարզ, քան վերցնել հեռախոսն ու զանգահարել նրան, ում մասին մտածում ենք։ Արեք դա հենց հիմա, առանց երկար մտածելու, բայց եթե դա չանելու պատճառը այդ մարդու մասին տեղեկություն չունենալն է, ապա դուք հիմա ճիշտ հաղորդաշար եք դիտում։ Հենց հիմա էկրանին կտեսնեք մեզ հետ կապ հաստատելու միջոցները։ Այն մարդկանց հետ, որոնք մեզ դիմելու հեշտ գործն արդեն արել են, զրուցել է մեր գործընկերը։ Տեսանյութը պատրաստ է, դիտենք այն։ Քարաբերդ գյուղում ենք։ 1949 թվականին 8-ամյա Ռիտան այս տնից դուրս եկավ տատիկի Անուշի ձեռքը բռնած։ Գնացին Արարատ գյուղ տանող ճանապարհով։ Բայց տատիկը տեղ հասավ միայնակ, ասաց երեխան մահացել է։ Ռիտա Փիլոյանի ծնողները, Սեդան եւ Վաղինակը, մահացել էին։ Երեխայի խնամակալությունը ստանձնել էր նրա տատիկը։ Թորնուհուն ավելի լավ կյանք ապահովելու համար Անուշը որոշել էր նրան տեղափոխել հայրական կողմի հարազատների մոտ, Արարատի մարզի Արարատ գյուղ, բայց երեխան անհետացավ։ Ռիտա Փիլոյանի մահվան լուրին հարազատները չեն հավատացել։ Այսօր էլ նրա մորաքրոջ որդին Վաղինակ Վարդանյանը փորձում է բացահայտել ճշմարտությունը։
Ստեղից Քարաբերդից գնացել է փոքր Արարատ, այս արանքտեղ ինքը արխիվով կա որպես ծննդյան տարեթվով ամեն ինչը կա արխիվով կա, բացել ենք, նայել ենք, բայց որպես խոսքի որ թվականի կամ որ ամսը բանը մահացել է, այդպես ոչ մի թուղթ չկա։ Ինքը երեխանս ինքը շատ առողջ երեխա է եղել, դե որ քա այդ թվերին ինքը բոբլիկ միջև անգամ մամի տնից, ասինքն տեղից բոբլիկ այդ հիաստնից եկել է այս մորական մամի տուն, ինքը շատ աշխուժ, առողջ, այդպես երեխա եղել է, շատ է մորական կողմը կապվածություն ունեցել, սիրել էլի, ինչ որ մորից հետո միշտ իր հետ է, այդ մորական կողմը հետ է կապվածություն ունեցել։ Վաղինակը հարցումներ է ուղարկել Արարատի մարզի բոլոր պետական կառույցներ, այցելել է գերեզմանատներ, հարցուփորձ է արել տեղի բնակիչներին։ Երկար որոնումներից հետո Արարատ գյուղում նա գտել է Փիլոյանների ազգականներից մեկին։ Նա ճանաչել է Անուշին։ Ասել է Ռիտայի մասին խոսելիս տատիկը միայն արտասվել է, բայց երեխայի մահվան մասին երբեք չի խոսել։ Տարիներ անց Անուշը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ նրա հետ կապը խզվել է։ Ռիտայի հարազատները ենթադրում են, որ երեխան տատիկի միջնորդությամբ որդեգրվել է, իսկ անունը փոխվել։ Իրան ինչով որևէ մետեղ անունափոխանակություն ներած կամ որևէ մետեղ գնացել է երեխան։ Որովհետև էմիգրացիոն էս Երևանում եղել է, էմիգրացիոնի ծառայությունում եղել է։ Եթե ինքը մահացած է, որևէ մետեղ պետք է արխիվում կամ որևէ մետեղ եղնել։ Արարատի արխիվի վեդի էմիգրացիոն չկա։ Մեր կողմից մեր խնդրանքն է, մեր ուզածն է, այդ մեր մորկուրի երեխուն գտնենք։ Մեր երազանքը դա է, էլի, ոնց որ ասած մեր բարբարով օսիատով մենք պետք է կատարենք։ Շատ եմ խնդրում ձեզ, Ռիտա ջան, եթե դուք ողջ եք, քո երեխեք ու բոլոր ուր եք, որտեղ եք, արձագանքեք։ Մենք ձեր արձագանքին ենք սպասում։ Շատ են խնդրվում եւ քո մորակուրերը եւ քո մորակրոջ երեխեքը բոլորը խնդրվում են ձեզ, որ արձագանքեք, զանգեք, կապ ամեն ինչ հաստատենք։ Կրկին ուզում ենք հիշեցնել այն հնարավորության մասին, որն ընձեռել ենք հատկապես արտերկրում բնակվող, բայց մեր հաղորդաշարին մշտապես հետևող հեռուստադիտողներին։ Խոսքս սելֆի հայտի մասին է։ Դուք կարող եք ինքնուրույն տեսանյութ նկար անել եւ ուղարկել մեր խմբագրություն։ Որոնման տեսահայտը մենք կցուցադրենք եթերում։ Դրա համար անհրաժեշտ է հեռախոս եւ այն մարդու լուսանկարը, որին փնտրում եք։ Տեղադրեք հեռախոսը հորիզոնական դիրքով, կանգնեք այնպիսի հեռավորության վրա, որ տեսանելի լինի ձեր դեմքը եւ ձեր ձեռքում բռնած լուսանկարը, եւ 1-1.5 րոպեի ընթացքում ներկայացեք, պատմեք, թե ում եք որոնում եւ բոլոր այն մանրամասները, որոնք կարող են օգնել որոնումներին։ Նկարանումն իրականացրեք լուսավոր, անաղմուկ տարածքում։ Բայց ես նկարում եմ արդեն։ Բայց պիտի սկզբից անենք։ Հա։ Տեսանյութերն ուղարկելու համար զանգահարեք մեր խմբագրության հեռախոսահամարով եւ մեր աշխատակիցները սիրով կօգնեն ձեզ ցանկացած տեխնիկական հարցով։ Սպասում ենք ձեր սելֆի հայտերին։ Լավ ստացվեց, չէ՞ երևի։ Բայց ես ընթացքում ինչ եմ արել, չգիտեմ։ Ես սենց հայ եղել։ Լավ էլ եկաք, լավ ժամանակին մենք էլ պատրաստում ենք շարոց շուճուխանենք, համեցեք։ Ղազարյանները 7 քույր են, Հուսիկ Ղազարյանի դուստրերն են։ Ես էլ քույրիկսան օրն 7 քույրիկներից մեկն էլ ես։ Քույրիկներով ավակվում ենք, պոպոկը կոտրում ենք, հետո մաքրում ենք, այդ միջուկը հանում ենք, շփոթի մատեսակ դեք նկարեցիք, մի գործ անում ենք, հետո օգնելով այս գործողությունը միասին կատարում ենք։ Նրանք որոնում են իրենց եղբորը, 1949 թվականին ծնված Յուրի Գուսևին։ Հուսիկ Ղազարյանը ծնվել է 1926 թվականին։ Երբ սկսվեց հայրենական մեծ պատերազմը, տղան կամավորագրվեց ու մեկնեց ռազմաճակատ։ Հասավ մինչև Կերճ ու հաղթահարեց բոլոր փորձությունները։
Պատերազմի ավարտից հետո Հուսիկը հարազատներին հեռագիր ուղարկեց, ասաց, որ Լենինգրադ քաղաքում է, պատրաստվում է ապրել այնտեղ ու սովորել տեղի ռազմական ուսումնարանում։ Պապաս շատ հյուրասեր, աշխատասեր, երանգ ունեցող, շատ նվիրված, ազգին նվիրված իրա անձնավորություն ա եղել։ 1947 թվականին Հուսիկն ընդունվեց ռազմական ուսումնարան։ Սովորելու տարիներին նա ծանոթացավ Վալյա Գուսևայի հետ։ Երիտասարդները սկսեցին համատեղ ապրել։ 1949 թվականին ծնվեց նրանց որդին՝ Յուրի Գուսևը։ Հուսիկի եւ Վալյայի համատեղ կյանքը երկար չտևեց։ Երեխայի ծնունդից ամիսներ անց տղան Հայաստանից հեռագիր ստացավ։ Եղբայրն ասում էր, որ մայրը մահամերձ է, խնդրում էր շտապ տուն վերադառնալ։ Հուսիկը Վալյային ճանապարհեց ծնողների մոտ, Ալթայի երկրամասի Մարինսկ գյուղ, իսկ ինքը մեկնեց Հայաստան։ Այդ ժամանակ Յուրին 6 ամսական էր։ Ամեն անգամ հավաքվելուց մենք գարնի ավանդական կաթա ենք սարքում, մեջը դնում ենք մետաղադրամ, դենանք այդ տարվա հաջողությունը, բաժինը, ունառնելու։ Հուսիկը ուսումը կիսատ թողեց, Լենինգրադ այլևս չվերադարձավ։ Նա սկսեց աշխատել Գառնու սովխոզում որպես գյուղատնտես։ 1951 թվականին Հուսիկն ընտանիք կազմեց, ունեցավ 7 աղջիկ։ Մի օր Հուսիկը կնոջը պատմեց, որ Ռուսաստանում որդի ունի։ Սիրիկն ուրախությամբ ընդունեց լուրը, իսկ աղջիկները Յուրիին տեսնելու եւ նրա հետ շփվելու ցանկություն հայտնեցին։ Մամաս ասում էր, Հուսիկ գնա քո տղին բեր։ Անընդհատ կասեր։ Հետո այտենց պապան չեր ուզում երևի էլի, որ ասում էր կարողա չարմարվես, ինքը չարմարվի, ձևի մերը կարողա չթողի, չափից դուրս ափսոսանք ենք ապրում, որ մեր հետ չի, չենք ճանաչում, թող ինքն էլ իմանա, որ իսկան հարազատություն ունի, քույրիկ ունի, եղբայրը չկա, բայց եղբայրը 3 տղա ունի։ Իրան կարոտը մեր եղբոր բալիկներից, տղաներից ենք ստանում։ 2005 թվականին Հուսիկ Ղազարյանը մահացավ։ Մահից առաջ նա թղթի վրա գրեց որդու անունը, ծննդյան տարեթիվն ու նրա մայրիկի տան հասցեն։ Հուսիկը դուստրերին խնդրեց կատարել իր վերջին ցանկությունը՝ գտնել Յուրիին ու իր փոխարեն ներողություն խնդրել։ Խղճի խայթ ունեցավ չէ, որ արդեն իր տարիք առավ, իր այդ բաները, ասավ ուզում եմ գտնեմ, առանց խղճի խայթի երևի ինքն էլ էր տանջվում, ուղղակի ցույց չէր տալիս։ Սիրելի եղբայր ջան, Յուրի ջան, եթե դու ուզում ես, որ մեզ գտնես, մենք շատ ուրախ կլինենք, քեզի սրտաված կընդունենք, դու իմացի, որ այստեղ 7 հատ քույրիկ ունես։ Թողարկման այս հատվածում մենք սիրով հյուր ենք ընդունում։ Հյուր, որ այստեղ է եկել շատ հստակ նպատակով եւ շատ մեծ հույսով։ Մենք բոլորս հետաքրքրված ենք նրա պատմությամբ եւ շտապում ենք լսել այն։ Համեցեք։ Բարև ձեզ։ Բարև, շատ բարև։ Միացեք մեզ։ Խնդրեմ ներկայանաք։ Ես Վանյա Մակյանից փնտրում եմ իմ բանակի ընկերներին։ Արայիկ Պետրոսյան, Հրանտ Ղազարյան, Սիմոն Սիմանյան, Աղաջանյան Էդիկ, ծնվել եմ 1932 թվականին Շամյան ռայոնի Գյուլիստան գյուղում։ Մնացել եմ բանակ, տղերքը Երևանից են եկել։ Մենք հանդիպել ենք վայնի չասցեմ շտիրի նորվոսեմ չաստում։ 2 տարի ծառայել ենք 71 թվից մինչև 73 թիվը։ Ծառայությունը անցել էր լավ, ընկերական, ես Ղարաբաղից, իրանք Երևանից։ Դուք քիչ առաջ հենց նրանց անուններն եք հնչեցնում։ Բանակից հետո էլ իրար չենք տեսել։ 50 տարի իրար չենք տեսել։ Գոնե մի անգամ էլ հանդիպենք։ Նրանց բոլորի տարեթվերը գիտեք։ Երբ են ծնվել, քանի տարեկան են։ Տարեթվերը չեմ կարող ասեմ, բայց եթե պրիզովը եկել է 18 տարեկան հասակում 71 թվին,
15 թվականն արդեն գալիս է 53-54 թվականների ծնվածներն են։ Ես ուշ եմ գնացել, որովհետև որ հարց չեմ ունեցել, մայրս մենակ է եղել, այդ ժամանակ ես արդեն մի տարի ուշ եմ բանա գնացել ու տղերքը ինձանից փոքր էին։ Մի տարով կեսով կամ 2 տարով փոքր են եղել։ Ձեր բանակային օրերի որ պատմությունները, որ դրվագներն եք ամենից հաճախ հիշում։ Տղաների հետ կապված միշտ իրար հետ ֆուտբոլ են խաղացել, կամ ասենք վոլեյբոլ են խաղացել։ Ծառայությունը մեր շատ դժվար է եղել։ Ծառայել ենք տայգում, բայց իրար հետ եղել ենք ոսպոր աղբերք, ոսպոր ոնց ասեմ, մի ընտանիքից։ Իմ լեզուն ասենք թե որ ես խոսացել եմ, իրեն չեն հասկացել։ Բայց էլի իրար հետ մենք եղել ենք շատ մոտիկ, շատ։ Արայիկը որ ծառայում էր, եկել էր որ ծառայելը պատուհանի խփում էր։ Ասում ես մեկը այդպես կա բարաբանչիկ դառնում։ Ու տենց էլ եղավ։ Մեր չաստիցանին տարան արդեն մուզիկալի։ Նույնն էլ աղաջանն նա սվյազիստ էր։ Նույնն էլ ես եմ եղել, ես սաբաշնիկ եմ ծառայել։ Հավատարի մնալով մեր սկզբունքին առաջարկում եմ այս պահին նայելով տեսախցիկին ձեր ուղերձը հղեք այն բոլոր մարդկանց, ում որոնում եք։ Ես ուղերձը հղում եմ իմ տղաների, իմ ընկերների, աղբերներիս։ Երևանում եք, դրսում եք, որտեղ որ կաք, շատ եմ խնդրում։ Տղերք, արեք գոնե մի օր հանդիպենք։ Շատ կուզենամ իրար հետ հանդիպեմ։ Մենք էլ շատ ուզում ենք, որ այդ հանդիպումը այստեղ լինի մեր տաղավարում։ Ու մեր խնդրանքն է, որ ձեր ընկերները կամ նրանց հարազատները, նրանց ճանաչողները մեզ հետ կապի դուրս գան, որ ձեր հնարավոր երջանիկ պատմությունը բոլորս տեսնենք։ Ես շատ ուրախ կլինեմ։ Շնորհակալություն, որ այսօր եկաք, մենք սպասում ենք լավ լուրերի ձեր ընկերներից։ Շատ շնորհակալ եմ։ Եվս մի պատմություն հնչեց այսօր մեր տաղավարում։ Հուսով ենք, որոնումները հաջողությամբ կպսակվեն։ Սպասիր ինձ նախագծի պատմության ընթացքում ինչ գովանդակության հայտեր ասես ստացել ենք։ Որոշները տարբերվել են իրենց ազդեցիկությամբ, հուզել են մինչև հոգու խորքը բոլորիս։ Որոշները շատ արագ հանգուցալուծում են ստացել եւ եթերում հնչելուց ժամեր անց որոնվողը գտնվել է։ Եղել են նաև որոնումներ, որոնք տևել են տարիներ։ Հայտատուները հաճախ հուսալքվել են, անգամ մոռացել, որ երբևէ դիմել են նախագծին, համակերպելով կորստի մտքի հետ։ Եվ անսահման զարմացել են, երբ լավ լուրով զանգ են ստացել մեր խմբագրությունից։ Եղել են նաև հայտեր, որոնք դասել ենք անբացատրելի հրաշքների շարքին։ Նման հայտերը ստանալուն պես զարմացել ենք, երկար մտածել, որտեղից սկսել, ինչից կառչել, երբեմն կասկածի տակ ենք առել մեզ տրամադրված փաստերի իսկությունը, բայց երբեք չենք հանձնվել։ Մեծ եղեռնից մազապուրծ եղած մեր հայրենակիցների ժառանգներ, Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված կամ անհետ կորած ռազմիկների ազգականներ, ԴՆԹ-ի փորձաքննության արդյունքում հաստատված արյունակիցներ, երբեք իրար չհանդիպած, բայց հարազատ մարդիկ։ Այս մարդիկ իրենց կորստի ու որոնման պատմություններով միայն ամրապնդել են մեր վճռականությունը։ Եթե դուք եք դեռ մտածում, դիմել մեզ թե ոչ, ապա մի հապաղեք։ Հրաշքը կարող է թակել նաև ձեր դուռը։ Կամ հաջորդ հայտատուի։ Դիտենք տեսանյութը։ Ես Նաիրա Մամիկոնի Գաբրելյանն եմ, ծնված 1968 թվականին 30 դեկտեմբերի։ Ես փնտրում եմ իմ կենսաբանական ծնողներին։ 1968 թվականին նորածնին գտան Կոմիտասի անվան զբոսայգում, Սպիտակ պայուսակի մեջ։ Երեխային տեղափոխեցին Երևանի ծննդատներից մեկը։ Աղջիկն առողջական խնդիրներ ուներ։ Նրա խնամքն ու բուժումը ստանձնեց Օֆելիա անունով մանկաբարձուհին։ Ամիսներ անց, երբ փոքրիկն ապաքինվեց, Օֆելիան եւ իր ամուսինը Մամիկոնը որդեգրեցին նրան։ Երեխային կոչեցին Նաիրա։ Որդեգրված լինելու մասին Նաիրան իմացավ 12 տարեկանում։ Հարևանը պատմեց։ Այդտենց դեմ դիմանց հանդիպեցինք, ինչի միջ դուրը չեկավ այդ պահին։ Ինձ ասեց, որ հեռու գնաք։ Չի ասի, ես մամայից կասեմ։ Ասեց, մամայդ մի ասա, էդի քո մաման չի։ Ճիշտն ասած, դա երեխա ես, վատս գացի, գնացի իրան հարցրեցի, ասեցի,
դու իմ մաման չես, ասեց, չէ, հետո Վաս է, ասեցի հարևանը։ Մի քիչ լավ չզգաց իրան, ասեց, ես եմ քո ծնողը։ Ես հավատացի, որովհետև իմ մաման շատ բարեկին էր, ուղղակի իր մոտ միշտ վախ կար, որ ինձ ինչ-որ մեկը կտանի, ձեռս բռնած տանում էր մանկապարտեզ, սպասում էր, շուտ էր գալի, դպրոց, մեծ աղջիկ էի, ուր գնում էր, հետևիցս գալիս էր, ինձ ասում էր, մեզ հետևում են, տենց վախ էր իր մեջ։ Հետո հայրիկս եկավ, հարցրեցի, հայրիկս էլ ասեց, ոչ, մեր երեխան ես դու, ասեց։ Ու տենց ոնց որ արդեն հոգուս մեջ նստեց էդի, ես սկսեցի փոքր ժամանակվանից հարց ու փորձ անել, բարեկամներին, հարազատներին ոչ մեկ ոչինչ չէր ասում։ 1988 թվականին Օֆելիայի ինքնազգացողությունը վատացավ։ Մայրիկին հիվանդանոց տեղափոխելու համար նա իրան տան դարակներում սկսեց փաստաթղթեր փնտրել։ Թղթերի կապոցի մեջ նա նկատեց հին ճմրթված մի թուղթ։ Դա իր որդեգրման վկայականն էր։ Այդ օրը նա իրան իմացավ, որ մինչև որդեգրվելը իր փաստաթղթերում նշված է եղել Նունե Բաբկենի Սահակյան։ Այս անգամ նա իրան ծնողների հետ չխոսեց։ Մայրը վատառողջ էր, իսկ հայրիկին անհարմար իրավիճակի մեջ դնել նա չցանկացավ։ Ունեցել եմ ամեն ինչ, ինձ ցանկացել եմ, ինձ մանեմ եկե ամեն տեղ, որտեղ որ ես ուզել եմ, ինձ սիրել են, ես այդ սերը զգացել եմ։ Ես ոչ մեկից վատ բան չեմ զգացել։ Ես Աստծուց այնքան շնորհակալ եմ, որ ուրիշների նման չեմ հայտնվել վատ տեղ, վատ միջավայրում։ Ինձ միշտ սարի պես հայրիկ եմ ունեցել, մայրս էր շատ, ես չգիտեմ։ Այդ տարիքում չէի հասկանում ինչի է թողը, բայց որ արդեն մի քիչ մեծանում ես, հետո կյանքը արդեն զգում ես ինչա, հասկանում ես, որ ամեն ինչ էլ կարող է պատահի քո կյանքում, ոչ մեկի ոչ մեղադրել եմ, ոչ էլ մեղադրում եմ, ոչ մի բան, ոչ մի վատ բան, ոչ այն ծնողի հանդեպ, որը գցել է, ոչ էլ իմ ծնողների հանդեպ, որ ընդհանրապես ես շատ գոհ եմ Աստծուց, որ ինձ իրանց աննվիրել։ Իր կենսաբանական ծնողների որոնումներով նա իրան սկսեց զբաղվել 2023 թվականին, Օֆելիայի և Մամիկոնի մահից հետո։ Արխիվներից մեկում նա իրան կարողացավ պարզել, որ իր կենսաբանական մոր անունը Անուշ է։ Հարց ու փորձ անելով բարեկամներին, նա իրան իմացավ, որ դեռ մինչև որդեգրումը պարզ է դարձել իր կենսաբանական մոր անունը, բայց թե ինչպես, հայտնի չէ։ Մահվանից 3 օր առաջ ես նույն ձևի հարցրեցի, ինքը ձեռս խփեց իր սրտին, ասեց դա իմ քսախ կյանքի ցավն է։ Ես չեմ կարա, ես եմ քո ծնողը, ես էլ ասի դե որ դու այս ժամանակ էլ ես ասում, դու էլի իմ ծնողն ես։ Ես իրան շատ երկար պահել եմ, հայրիկիս եմ այդ միջեմ վերջել անցնել եմ օղին։ Ուղղակի չասեց ոչ հայրս, ոչ մայրս։ Կուզեմ ունենալ եղբայր, քույր, երևի դա է իմ պակասը։ Ուրիշ ոչ մի բան, ես ամեն ինչ էլ իմ մոտ նորմալ է, իմ կյանքս դասավորվել, ամեն ինչ նորմալ է, իմ ընտանիք ունեմ, ես լավ եմ։ Ուղղակի հարազատի կարիք ունեմ, այսինքն ծնողի կողմից, եղբոր, քրոջ, այդպես ուրիշ ոչ մի բան։ Իմ ծնողները, եթե դուք ինձ տեսնում եք, կամ իրանց երեխաները, կամ մեկնում եք, որ ճանաչում այս պատմությունն է իմանում, խնդրում եմ արձագանքեք։ Ես ոչ մեկից ոչ մի բան չեմ սպասում, ուղղակի ես ուզում եմ իմանալ իմ կյանքի պատմությունը։ Ամեն ինչ մի օր ավարտվում է։ Մնում անցյալում։ Ուրախությունն էլ, վիշտն էլ, որոնումներն էլ։ Մեր գլխավոր նպատակն է որոնումներն ավարտել միայն բարի լուրերով։ Ու այդ ժամանակ ավարտվում է միայն տխրության, կարոտի ու անորոշության փուլը։ Ու սկսվում է նոր կյանք, նոր հարաբերություններով ու դրական ապրումներով։ Այդ ժամանակ հասկանում ենք, որ ամեն ավարտ չէ, որի համար պետք է ափսոսել։ Կա ավարտ, որ նոր դռներ է բացում ու ավելի լավ կյանքի հույս արթնացնում։ Ավարտվում է նաև «Սպասիր ինձ» հաղորդման հերթական թողարկումը։ Վստահ ենք, որ ավարտից անմիջապես հետո կստանանք բազմաթիվ զանգեր ու նամակներ։ Իսկ երբ մեկ շաբաթից նորից հանդիպենք, կկարողանանք ուրախությամբ ասել. այսօր կրկին գտել ենք ինչ-որ մեկին։ Այդ հույսով հրաժեշտ ենք տալիս ձեզ։
Մնացեք խաղաղությամբ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։